Ուրեմն հաճախ տղա երեխաները խաղալու ժամանակ այսպես հատկություն ունեն ծնկների վրա ընկնելու, սղալու, այդպես ուրեմն ծնկներից մեկը չգիտես ինչու այնպես է պատրվել, որ սպորտային տաբատի, իսկ այն մյուսը ոչ մի բան էլ չի եղել, հավանաբար այս աջ ծնկի վրա է հենվել, և ես այսպիսի լուծում գտա, տեսեք, մեկ գրպանապարկի հաշվին փակելու եմ այդ ճղված ծունկը, բավականին մեծ է, այսպես ասած, ոչ թե ճղված է, այլ քրքրված է այդ հատվածը, բայց ընդհանուր սպորտային տաբատը շատ լավ վիճակում է, որովհետև բոլորովին նոր է, այդպես, մաքուր բամբակյա սպորտային տաբատ է, ու ես անգամ գրպանապարկը, երբ որ կտրել հանել եմ իրա վրայից, չեմ կտրտել, որ չփոքրանա, որպեսզի այդ ամբողջ տարածքը փակի, ու իրականում շատ գեղեցիկ ստացվեց, ավարտը ես ձեզ ցույց կտամ, երկար մտածելուց հետո ես որոշեցի, որ հենց իր կտորով անեմ, որպեսզի շատ նկատելի չլինի, ու քանի որ մեկ ծունկն եմ ես այդ տարբերակով ծածկում, ինքը մի քիչ էքստրակտ բան է ստացվում, ու նորմալ է կարծում եմ, հիմիկվա մոդայի մեջ ընդունված բան է, որ պարտադիր չի, որ հենց երկու ոտքին էլ լինի այդ նույն դետալը, նայեք, տեսեք, ձեռքի կարով, հիմնականում ասեմ ձեզ, ձեռքի կարածը ավելի սիրուն է ստացվում, ավելի համաչափ, համենայն դեպս այս պարագայում ես որոշեցի, որ ձեռքի կարով տեղադրեմ այդ դետալը, ու ասեմ ձեզ, այն կոր հատվածի օվերլոկի կարը ես չեմ քանդել, ու շատ էր սիրունը ստացվեց այդպես, որովհետև շատ կոկիկ օվերլոկի կար էր, շատ խիտ, դրա համար ես որոշեցի, որ չքանդեմ, թելը շատ որակով և գեղեցիկ, այսքանը, այսպիսի լուծում։